Գարնան գալուն զուգահեռ գյուղացիների համար կրկին արդիական է դառնում անասունների արոտավայր ուղարկելու խնդիրը։ Տարիներ շարունակ բնակիչները պահվում են նույն դժվարությանը, հովիվների պակասի կամ նրանց կողմից պահանջվող բարձր վճարներին։ Շատերի խոսքով անասնապահությամբ զբաղվելն օրեցօր ավելի բարդ է դառնում, քանի որ ծախսերը մեծանում են, իսկ հովիվ գտնելը դժվարանում։ Անասնապահությունով զբաղվողները իհարկե քիչ եմ իրենց թանկ կպահեն, այսօր ամուղ կեզգանք, որ մենք հովիվ էր թանկ։ Եթե իմ առողջականացներ էր, երևի ես սա մետածեի այդ ուղությամբ։ Այսօր մալին գուդան գովին 200 մանետ տեսենք հալածեն հովիվ կբեռնեն չոբան, այսինքն թուրքերին, մարնեուլու թուրքերին, թակի մենք չեր թանք։ Ինչև վևդիվազը իշտեն, հետո կապեք, ամեն դեղի որ մեկ կապեք ցեգես, տարնակը մեծ կապեք։ Այսօր հովի խնդիրը հարցը սաղ գեղերնական խոմ է մեր գեղով չէ ծակճան։ Չկա աստիված վերնոր կուզե շատ կպահե, աստիված ինչ արուզեն հովիվության համար տան պիտի որ երթան, ճամպեն թակի իրենք չերթան, իրենք հակատը իրենց ուզազգաներով ծախին, որ ինչա կարնի ծակճան, անասնապահությունը նաղդի ետ անգում կապրի, կատնարդադարությունը իրեն լիարժեք կինը չի ստանա, ինչ որ գյուղացին կարտադեր է։ Իմի աստիված զերոյով դուրս կուկա, զերոյով աչի կա, մինուս դուրս կուկա, որտև կաթե կին չունի, հովիվությունը իրեն կինն են հանի, գյուղացուն էլ ձերնդու չէ, գյուղատնտեսությունը վիշորդ է զբաղվեն, իսկ եթե մենք հավոր չեր զբաղվենք կեղ գաբրինք, հաբավե պիտի արտադարի որ կաղկեցին ուտի, աստիված մենք մեզներնելով պայենք, պիտի ես չեմ պայ, խոսքս ենք իմ հարևանիս է, իմ գեղացուս մասին է, ես իմ մասի չեմ սե, ենթանուր գյուղի համար է, ամեն ինչա թանկ է, ժամանակի հետ կքայլենք ինչ ենենք, աստիված ապրինք պիտի, որ պարապ չմենանք։